Այն ժամանակ արդարները երկնքի արքայության մեջ կծագեն ինչպես արեգակ։ Սիրելի հավատացյալ հյուրեր եւ եղբայրներ, մեր եկեղեցին այսօր հիշատակում է տոնը Սեբաստիայի 40 նահատակ զինվորների, մանուկների, ովքեր որ իրենց կյանքը հավատքի ընթացքն ու ճանապարհը անցան անսակարգ հավատքով եւ նվիրումով։ Օրացույցը երբ կարդում ենք, տոնի անունն է 40 մանկանց, որքի Սեբաստիա կատարեցան։ Շատ հաճախ այս մանուկ բառը գալիս է մարդկանց մոտ շփոթություն բերելու, մտածելով, որ խոսքը փոքրիկների մասին է։ Բայց իրականության մեջ ոչ թե փոքրիկների, այլ գրաբարով մանուկ բառը նաև հասկացվել է երիտասարդ ու պատանի։ Երիտասարդ զինվորների մասին էր խոսքը, ովքեր 4-րդ դարի սկզբում իրենց հավատքի կյանքն ապրելով 40 երիտասարդներով, ովքեր եղբայրացել էին Քրիստոսի սիրով, ովքեր արյունակից բարեկամներ չէին միմյանց հետ, բայց Քրիստոսի ներկայություն ունենալով իրենց կյանքում համախմբվել էին եւ իրենց կյանքի ընթացքը պայքար էր հանուն նաեւ հռոմեական կայսրության պաշտպանության։ Եվ այս զինվորները աչքի էին ընկնում ամենածանր մարտերի ժամանակ, ամենածանր փորձությունների ժամանակ միաբանությամբ հաղթանակներով։ Իրենք իրենց ամենօրյա աղոթքի ժամ ունեին։ Ամեն օր 40 երիտասարդներ միասին աղոթքի էին կանգնում։ Եվ մեր Տերն ասում է, ուր 2-3 մարդիկ հավաքվեն, նույն խնդրանքով աղոթք անեն, ես ներկա լինելով այդ աղոթքը պիտի լսեմ։ Իսկ այս պարագային ոչ թե 2-3, այլ 40 երիտասարդներ էին։ Եվ իրենց ծառայությունն էին բերում հռոմեական կայսրության տարածքում։ Եվ հռոմեական կայսրությունն այդ ժամանակ ուներ 2 թագավոր կամ 2 կայսր, Կոստանդիանոս մեծը եւ Լիկիանոս արքան, որոնք ազգակիցներ էին, բայց իրենց հավատքի ճանապարհն ու ընկալումը տարբեր էր։ Կոստանդիանոսը մարդասեր եւ աստվածասեր անձ էր, Քրիստոսասեր անձ էր, իսկ Լիկիանոսը հակառակը։ Եվ հրաման է անում, որ իր իշխանության ներքո գտնվող անձինք, քանի որ շատ լավ գիտեր, որ քրիստոնյաներ կան, դադարեցնեն իրենց քրիստոնեական ճանապարհը, եթե մոլորված են, եւ վերադառնան հեթանոսության։ Եվ կայսերական հրամանը տարածվում է իր իշխանության ներքո գտնվող բոլոր սահմաններից ու համայնքներից ներս։ Եվ հասնում մինչև Սեբաստիա, Կապադոկիա, որի շրջանում իրենց ծառայությունը բերում էին 40 երիտասարդ զինվորները։ Եվ տարածքի պատասխանատուն շատ լավ ճանաչելով այս տղաներին, նրանց սխրագործություններն իմանալով, իրենց հավատքի մասին տեղյակ լինելով, նրանց մեծ պարգևներ է խոստանում, որ կայսեր մոտ իրենց գովերքի նոր առավել բարձր զինվորական պաշտոններ ստանալու համար, խոստանում, որ մեծ պարգևներ ու դրամներ կտա, միայն ետ դառնան եւ իրենց զոհը մատուցեն չաստվածներին։ Իսկ տղաները միաբերան ասում են, որ մենք կարծեք թե Վարդան Մամիկոնյանի խոսքերով պատասխանում են, որ մեզ մեր հավատքից որևէ մեկը չի կարող հեռացնել։ Մենք մեր պատերազմը մղեցինք ժողովրդի եւ կայսեր համար, եւ հիմա միմյանց մխիթարում էին ասելով, որ նոր մարտի ճանապարհով ենք անցնում, հոգեվոր պատերազմի, եւ Աստծով այս պատերազմն էլ հաղթանակով պիտի ավարտենք։
Նրա հարցը ներկայացվում է դատարանի, դատավորը կանչում է իրենց հետ խոսելու և օրենքի համաձայն իրենց ներկայացնելու այն պատիժները, որ պիտի կրեն կայսեր խոսքը չպահելու համար։ Եվ երբ հարցնում է այս երիտասարդներին, ինչ է ձեր անունները, նրանք միաբերան մեկ անուն են տալիս, մենք քրիստոնյա ենք, քրիստոնյա են մեզ անվանում, որևէ մեկ իր անունը չտվեց, իր անվան փոխարեն ներկայացրեց այն մեծ ուրախությունը, որ ուներ քրիստոնյա լինելու պատիվն ու մխիթարությունը։ Եվ տեսնելով, որ տղաները մնում են անդրդվելի, նրանց տանջանքների են ենթարկվում։ Սեբաստիայի լիճ ուղարկում նրանց մարմինները մերկացնում և քանի որ սաստիկ ձմեռ էր, երեկոյան իրենց ջուրը իջեցնում, որ ամբողջ գիշեր և առավոտյան պիտի սառեին մարմինները և իրենց հոգին այնտեղ պիտի ավանդեին։ Եվ լճի մոտ մի փոքրիկ աղնիկ են պատրաստում, ասելով, ով որ կհրաժարվի, կարող է գալ այստեղ, տաք ջուր կա, հանգստանալ և մարմինը փրկել։ Տղաները անցնում են այդ նեղության ու չարչարանքների միջով, երիտասարդ զինվորականներ իրենց հայացքն ուղղած երկնքից այնտեղից են օգնություն խնդրում, որ իրենք հանկարծ այս նեղությունների մեջ իրենց հավատքը չկորցնեն, չուրանան Քրիստոսին։ Մեկը ընկերներից այդ սրտին չդիմանալով սառնամանիքին թողնում և հեռանում է։ Գնում այն բաղնիքը, որտեղ ավելի տաք էր, բայց այդ կլիմայի փոփոխությունը իրեն մահվան է հանգեցնում։ Ինքը և կորցնում է մարմինը և հոգին, կորցնում և աշխարհի կյանքը և նաև հավիտենական կյանքը։ Իսկ մյուս ընկերները աղոթքով շարունակում են պայքարել, իրենց հավատքը պահպանել, իտես զինվորների և գտնվող մարդկանց։ Եվ տեսնում են, որ երկնքից 40 լուսեպսակներ են իջնում։ Եվ յուրաքանչյուր սուրբ զինվորի գլխավերևում մի պսակ է կանգնում։ Եվ զինվորներից մեկը սա տեսնելով ուրախությամբ ասում է, որ ես էլ եմ ուզում քրիստոնյա լինեմ։ Եվ թողնելով իր ընկերներին շտապում է մտնելու լճակը 39 ընկերների հետ միասին ինքն էլ է նահատակվում և 40-րդ պսակին ինքն է արժանանում։ Այս ամենը տեսնելով շատերը դարձի են գալիս։ Եվ քանի որ գիտեին, որ քրիստոնյաները իրենց նահատակների մարմինները չէին թողնելու այդ վիճակում, հրամայում են, որ մարմինները այրեն և ոսկորները մի կողմ նետեն, որ երբեք պաշտամունքի կամ երկրպագության առիթ չհանդիսանա քրիստոնյաների համար։ Եվ գցում են այդ լճակը, որ տանի, և օրվա պատրիարքին, Պետրոս պատրիարքին տեսիլքով հայտնվում է, թե որտեղ են գտնվում սրբերի մասունքները։ Աստվածային հրաշքով բոլորը մի տեղ էին հավաքվել։ Եվ վարքագիրները պատմում են, որ աստղերի պես շողշողում էին։ Եվ ինչպես օրվա ավետարանն է ասում, արդարների համար երկինքը արքայության մեջ իբրև արեգակ պիտի ծագի, և նրանց այդ լույսը ճառագում էր իտես ամենքի։ Եվ քանի որ դեռ այդ ժամանակ Լիկիանոսն էր և հնարավոր չէր սրբերի մասունքները հավաքել ու ինչ-որ միտեղ ամփոփել, հավաքում են միասին միտեղ պահելու այնքան ժամանակ, մինչև քրիստոնեության դեմ հալածանքները կավարտվեն։ Եվ ավարտելուց հետո, երբ Կոստանդիանոս մեծը ամբողջ հռոմեական կայսրության վրա է իշխում, քրիստոնեությունը հաստատվում պետական կրոն, մասունքները ամփոփվում են և 40 մանկանց սուրբ եկեղեցի կառուցվում։ Եվ այսօր էլ այդ անունը կրող բազում եկեղեցիներ ու մատուրներ կան։ Քրիստոնյա տարբեր երկրներում, այդ թվում նաև մեր Հայաստան աշխարհում։ Եվ մեր օրացույցում ամեն տարի այս տոնը անխախտ կերպով տոնում ենք միջինքի հաջորդ շաբաթ օրը։
մեծ պահոց 4-րդ շաբաթօրը։ Առավել այս սրբերի օրինակով զորանալու մեր պահեցողության ընթացքում, իրենց օրինակով մեր հավատքի ընթացքն ու ճանապարհը անցնելու, իրենց բարեխոսությամբ դժվարություններն ու նեղությունները հաղթահարելու համար։ Օրվա ավետարանական հատվածը երկնքի արքայության մասին պատմելով 3 առակներ է ներկայացնում։ Արտի մեջ թաքնված գանձի, մարգարտի և պուրկանի օրինակը։ Ասում է երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքնված գանձի։ Երբ մարդ դա գտնում է, ուրախությամբ թաքցնում, գնում վաճառում է ինչ որ ունի և վերադառնում է այդ արտը գնելու։ Այստեղ խոսվում է երկնքի արքայության մասին առավել տեսանելի պատկերացում տալու։ Եկեղեցու հայրերն ասում են, որ այս աշխարհը, որտեղ որ թաքնված է այդ գանձը, դա մեր կյանքն է, ամբողջ աշխարհն է։ Իսկ գանձը Քրիստոս է, ամենաթանկը, որ մենք կարող ենք գտնել և ունենալ այս կյանքում։ Եվ այն մարդը, որ գտնում է այդ գանձը, ամեն ինչ իր կյանքից դուրս է դնում, մեղք, վատ սովորություններ և վերստին մեծ ուրախությամբ ամեն ինչ վաճառելով, այս աշխարհի մեջ գտնելով այդ գանձը, գնելով, դա արդեն իրեն ուրախություն է պատճառում։ Այդ գանձն է իր կյանքի ուրախությունը դառնում։ Եկեղեցու հայրեր գանձը երկու կերպ են հասկանում։ Մի խումբն ասում է, որ գանձը Քրիստոս է, որ փնտրեց ու գտավ մարդը։ Մյուսն ասում էր, որ գանձը մարդն էր, որ Քրիստոս եկավ փնտրելու և գտնելու։ Երկու դեպքում էլ մարդը Աստծուն է փնտրում, Աստված մարդուն է փնտրում։ Մեծ ուրախություն ու մխիթարություն է։ Երբ Քրիստոսը մեր կյանքի հարստությունը, մենք հոգևոր իրապես հարստություն ունենք։ Երբ Քրիստոս կա մեր կյանքում, մենք արքայության ներկայություն ունենք։ Եվ պատահական չէ, որ այս աշխարհին է նմանեցնում Քրիստոս երկնքի արքայությունը, քանի որ արքայությունը մենք այստեղ նախ և առաջ պիտի գտնենք։ Այդ արքայության հարստությունը Քրիստոսին այստեղ նախ և առաջ պիտի ունենանք, որպեսզի վերստին վերադառնալով մեր կյանքի ավարտին այդ արքայությունը վայելենք։ Եվ երկրորդ, եթե գանձը մարդկությունն է, մարդն է և մեզանից յուրաքանչյուրն է, դա այն մեծագույն պատիվն է, որ Աստված մեզ իր պատկերով ու նմանությամբ ստեղծեց։ Եվ իր որդուն աշխարհ ուղարկեց փնտրելու և գտնելու այդ գանձը, գտնելու այդ մարդուն և վերստին դեպի արքայություն վերադարձնելու համար։ Եվ 40 սուրբ նահատակ զինվորները գտան այդ գանձը։ Իրենց կյանքը անգամ վճարեցին, իրենց կյանքը տվեցին այդ գանձը ունենալու համար։ Իրենք վերստին այդ գանձը գտնելով հասկացան, որ ունայն է աշխարհը, այդ աշխարհի մեջ թաքնված գանձը պիտի մեր սրտում գտնենք։ Յուրաքանչյուր համայնքի համար, որտեղ սրբազան եկեղեցիներ ու մատուրներ կան, այնտեղ պիտի գնան հանդիպելու և գտնելու այդ գանձը։ Ամեն մեկս մեր կյանքում նայենք, տեսնելու դեռ փնտրտուքի մեջ ենք, թե գտել ենք այդ գանձը։ Եթե դեռ մենք էլ այդ փնտրտուքի մեջ ենք գտնվում, խնդրենք Տիրոջը մեզ իմաստություն տա գտնելու կամ գտնվելու Տիրոջ համար, Տիրոջ առաջ կանգնելու։ Խնդրելու Տեր, եթե այս կյանքում ամեն ինչ ունենամ, բայց քեզ չունենամ, ես աղքատ եմ։ Իսկ եթե քեզ ունենամ և ոչինչ չունենամ, ես ամենահարուստն եմ, քանի որ երկնքի գանձը, Տիրոջ ներկայությունը կա իմ կյանքում։ Աստված մեզ իմաստություն տա, միշտ փնտրելու մեջ լինելու։ Աշխարհը մեզ առաջարկներ է անում, բայց մենք իբրև քրիստոնյաներ
կոչված ենք ճիշտ ընտրություն կատարելու, գտնելու երկնքի արքայության գանձը Քրիստոսին այստեղ այս կյանքում, մեր կյանքից ներս, որ իրապես զգանք ու վայելենք արքայի եւ արքայության ներկայությունը եւ հայցենք Սուրբ 40 մանկանց բարեխոսությունը նաեւ մեր զինվորների համար, քանի որ մի մաս մտածողներ ասում են, քանի որ մեծ հայքին սահմանակից էր Սեբաստիան, մտածում են, որ 40 զինվորների մեջ ազգությամբ հայեր են կարող էին լինել, ովքեր միաբանվել էին իրենց հավատքի եւ իրենց ծառայության շուրջ։ Խնդրենք, որ Սուրբ զինվորները բարեխոս լինեն մեր բոլոր զինվորների համար, մեր սահմանապան տղաների համար, որ Աստծո խաչը եւ աչքը իրենց պահապան լինի, հեռու պայի երևելի եւ աներևույթ բոլոր փորձություններից ու դժվարություններից։ Եվ ինչպես բոլոր մարտերի ժամանակ 40 զինվորները աղոթքով սկսում եւ հաղթահարում էին, այդպես էլ աղոթքով իրենց ծառայությունը բերելով մեր զինվորները հաղթեն այս կյանքի բոլոր մարտերն ու ճակատամարտերը։ Աստծո սերը, Սուրբ Հոգու շնորհները եւ Սուրբ 40 մանկանց բարեխոսությունը լինեն ամենքից հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։